Շնորհակալություն Տիկին Անդրեսյան, հարցերս շատ են, փորձենք հերթով գնալ։ Առաջին հարցս վերաբերում է թե այս պահին հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատություններում քանի դպրոցներում է դպրոցների տնօրենների հաստիքը թափուր, որովհետև վերջին շրջանում գոնե 300 թիվն է շրջանառվում։ Երկրորդ հարցս վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչների կամավոր ատեստացիայի ուրեմն տոկոսը դարձյալ թե ուսուցիչների քանի տոկոսն է անցել կամավոր ատեստացիան։ Մյուսը վերաբերում է նախադպրոցական հաստատություններում այդ տարիքի երեխաների ընդգրկվածության տոկոսին, թե նախադպրոցական ուրեմն հաստատության տարիք ունեցող երեխաների ողջ հանրապետությունում քանի տոկոսն է ընդգրկված մանկապարտեզներում։ Չորրորդ հարցս վերաբերում է գիտությունների ազգային ակադեմիային, այս հարցը ես կարծեմ Լիագումարին բարձրացրի, բայց իմ կարծիքով, ոչ թե իմ կարծիքով բավարար պատասխան չստացա։ Ինձ հետաքրքիր է թե մոտ 30-ից ավելի, 33 տասնյակից ավելի ակադեմիայի ինստիտուտների ճակատագիրը եւ արդյոք 2026 թվականի բյուջեով ինչ նախատեսումներ կա եւ այդ նախատեսումները ինչ հայեցակարգի վրա են կառուցված։ Մյուս հարցը վերաբերում է դուք ասացիք, որ 2025-ի առաջին 10 ուրեմն ամիսների կտրվածքով մոտավորապես 67 միլիարդի կապիտալ ծախսեր են կատարվել։ Խնդրում եմ ասել, թե այդ կապիտալ ծախսերը նախատեսված կապիտալ ծախսերի քանի տոկոսն են կազմում, որովհետև կարող են հնչեղ թվեր այստեղ հրապարակվել, բայց նախատեսվածի քանի տոկոսն է։ Մյուս հարցս վերաբերում է ուրեմն հանրապետական նշանակության հուշարձանների նորոգմանը եւ հատկապես երկուսին Հովհաննես Թումանյանի թանգարանի նորոգմանը եւ Ծիծեռնակաբերդին։ Դուք օգտագործեցիք մանիպուլյացիա արտահայտությունը կամ գնահատականը տվեցիք, որը բնականաբար բացարձակապես ես չեմ կիսում, որովհետեւ եթե չլիներ այն հանրային աղմուկը եւ մասնագիտական աղմուկը, գոնե չգիտեմ, ես հիմա լավատես չեմ, որ ինչ ընթացքի մեջ է, բայց գոնե չէինք ունենա ուրեմն այս կասեցման կամ աշխատանքների այլ հունավորումը։ Գոնե այն պատկերը, որ արձանագրվեց Ծիծեռնակաբերդում, հստակ էր, որ այնտեղ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում էր ցուցաբերվել, ոչ պատշաճ նախապատրաստական աշխատանքներ, ոչ պատշաճ նախագծում եւ անգամ մասնակի հեղինակային վերահսկողության պայմաններում նույնիսկ հեղինակներից մեկը Սաշուրը Քալաշյան ասաց, որ ուզում եմ իր բառը հիշեմ, չգիտեմ, ասաց ճուրտ ու բրդի ինչ որ բառադի մոտեցման բա իրականացվել։ Եվ ես կարծում եմ, այս ամենը խոսում է այն մասին, որ ոչ հեղինակային վերահսկողություններ որակյալ իրականացվել, ոչ բավարար փորձաքննություններ իրականացվել եւ ոչ էլ սա մի շարք, այսպես ասեմ, հետևությունների առիթ պիտի տա եւ ընտրվում են կազմակերպություններ, որոնք հուշարձանների, այն էլ այդ որակի մակարդակի բացառիկ հուշարձանների վերանորոգման փորձ ավանդույթ համապատասխան մասնագիտական կարողություններ չունեն։ Ես այստեղ կավելացնեի նաև Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի պատմությունը, որը կարծեմ 2023-ին էր, մեկնարկել 740 միլիոն, սրանց մեկը 740 միլիոնն էր, ուրեմն նախատեսումը մյուսը 750 միլիոնի, եւ ըստ էության մենք ունենք Թումանյանի պարագայում եւս այսպես խայտառակ պատկեր եւ ըստ ձեզանից ստացած պաշտոնական ուրեմն պատասխանի նախագծային աշխատանքները բավարար որակյալ չեն եղել եւ ոչ խորքային եւ ըստ էության կասեցվել է եւ նոր նախագծման անհրաժեշտություն կա։ Սրանք խոսում են այն մասին, որ հանրային անհանգստությունը եւ մասնագիտական անհանգստությունը ոչ թե մանիպուլյացիա է, այլ ժառանգության նկատմամբ պատշաճ վերաբերմունք, որը համապատասխան մարմիններին շատ ավելի աչալուր եւ շատ ավելի պրոֆեսիոնալ աշխատանքի եւ կազմակերպման մասին է խոսում։ Խնդրում եմ հարցերից պատասխանեք, հետո առիթ կունենամ նաեւ անդրադառնալու կամ պատասխանելու մի խոսքով կշարունակենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Գալստյան, մենք այս պահին ունենք կառավարման նոր համակարգին անցած 583 դպրոցներ, դրանցից 234-ում նշանակված են տնօրեններ, 349-ում դեռևս ընթանում է մրցութային գործընթաց,
Եվ պետք է ասեմ, որ այստեղ մենք բնականաբար չենք գնում որակի կոմպրոմիսի ճանապարհով, այլ գնում ենք համապատասխան թեկնածուներ գտնելու ճանապարհով եւ առաջիկայում նաեւ այս տրամաբանությամբ մյուս թափուր տեղերը կհամալրվեն։ Ինչ վերաբերում է կամավոր ատեստավորման ցուցանիշին, մենք այս պահին ունենք 6321 ուսուցիչներ, որոնք համակարգով անցել են դրական արդյունք ունեն եւ հավելավճար են ստանում դրույքաչափի փոփոխությամբ կամ միայն դրույքաչափի փոփոխություն եւ ես նշեցի, որ այս պահին դիմել են նաեւ 8400-ից ավել ուսուցիչներ նոր փուլին մասնակցության նոյեմբերի 8-ին կմեկնարկի կամավոր ատեստավորման հերթական փուլը եւ տարեվերջին մենք կարողանանք ունենալ նաեւ նոր ցուցանիշներ, թե որ տոկոսն է ուսուցիչների ատեստավորված, այս պահի դրությամբ ես ասացի, որ շուրջ կեսը մեր ուսուցիչների կամ արդեն շահառու է կամ դիմել է, որպեսզի համակարգի մասնակից դառնա։ Նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության մասով ես կուզեմ հստակեցնել մեկ բան, որ մենք այս տարի աշխատել ենք վիճակագրության կոմիտեի հետ, որպեսզի վերանայվի մեթոդաբանությունը հաշվարկի։ Ձեզ մի պարզ ցուցանիշ ասեմ, եթե օրինակ հիմա դուք բացեք եւ նայեք պաշտոնական վիճակագրությունը, որը հրապարակված է, այդտեղ կտեսնեք, որ 2024-ի տվյալների համար ոչ պետական նախադպրոցական հաստատությունների թիվը օրինակ նշված է 42, երբ որ իրականում նախարարությունն է լիցենզավորում այդ հաստատություններին եւ 200-ից ավել լիցենզավորված ոչ պետական նախադպրոցական հաստատություններ կան, որտեղ հաճախում են 10,000-ից ավել երեխաներ։ Եվ այս պահի այն ցուցանիշները, որը հրապարակվում է, մեզ թույլ է տալիս ասել, որ մենք երեքից այն ցուցանիշները, որոնք մենք հավաքագրում ենք նախադպրոցական կրթության տեղեկատվական համակարգով եւ ունենք վիճակագրության կոմիտեի հետ պայմանավորվածություն, որ 2026-ից սկսած ինչպես դպրոցների մասով ենք մենք իրենց փոխանցում վիճակագրական տեղեկատվությունը, վարելով վարչական ռեգիստրը, նույն տրամաբանությամբ կգործենք նաեւ նախադպրոցական համակարգի պարագայում եւ այս պահին արդեն 80%-ից ավել է 3-ից 5 տարեկանների ընդգրկվածությունը եւ ես կարծում եմ, որ մենք կառավարության ծրագրի թիրախը, որը 3-ից 5 տարեկանների 85% ընդգրկվածությունն է 26 թվականի դրությամբ, մենք ավելի քան ապահովելու ենք։ Դա է ցույց տալիս մեր նաեւ ընթացիկ հաշվարկները։ Եվ կարծում եմ, որ եկող տարվա պաշտոնական վիճակագրության մեջ էլ այդ ցուցանիշները կտեսնեք։ Ինչ վերաբերում է գիտական ինստիտուտներին, նրանց հետ որևէ բան իրենց ֆինանսավորման տեսանկյունից տեղի չի ունենում, իրենց ֆինանսավորումները բազային ֆինանսավորման մասով նախատեսված են բնականաբար 26 թվականի բյուջեում, փոխվում է ըստ էության այս պահին հաշվապահական գործընթացը պայմանագրի կնքման հետ կնքելու եւ ֆինանսավորումը ուղիղ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից ստանալու հանգամանքը, իսկ արդեն հետագա աշխատանքները կախված են թե ատեստավորման գործընթացից, որը անկախ ենթակայությունից բնականաբար գործում են նույն որակական չափանիշների հիման վրա եւ նաեւ իրենց բացի բազային ֆինանսավորումը թեմատիկ եւ այլ ֆինանսավորումների ստացման ծավալներից։ Այսինքն այս պահին ես չեմ կարծում, որ իրենց կյանքում որևէ էական բան է փոխվում, էական բանը կփոխվի այն փուլում, երբ որ մենք արդեն կունենանք բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացը։ Ենթակայությունը ես նշեցի, այս պահին իրենց համար նշանակում է ընդամենը, որ ֆինանսավորումը իրենք ստանալու են բարձրագույն կրթության գիտության կոմիտեի հետ կնքված պայմանագրերի շրջանակներում, թե բազային ֆինանսավորման իրենց ծավալներն ու տրամաբանությունը եւ թե մնացած աշխատանքի առանձնահատկությունները պահպանված են։ Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերի կատարողականին, ես նշեցի, որ 358 միլիարդ արժողությամբ ծրագրից 153 միլիարդի կատարողական ունենք այս պահին, խոսքը վերաբերում է դպրոցաշինության ծրագրին։ Ինչ վերաբերում է ուրեմն մինչև տարեվերջ կանխատեսմանը, մենք նախատեսում ենք, որ շուրջ 115 միլիարդ դրամի կատարողական կունենանք եւ սա կարծում եմ, որ շատ լավ ցուցանիշ է, շուրջ 125 միլիարդից, ինչը նշանակում է, որ գրեթե ամբողջությամբ կկատարենք։ Ինչ վերաբերում է Թումանյանի թանգարանին եւ Ծիծեռնակաբերդին, Տիկին Գալստյան, ես միշտ շնորհակալ եմ եւ ուրախ եմ հանրային ուշադրության ու վերահսկողության համար, ես ինքս էի խոսում հուշարձանների ոլորտում դրա կարեւորության մասին։
Թումանյանի թանգարանն ու Ծիծեռնակաբերդը այստեղ են մեր աչքի առաջ են։ Մենք ունենք բազմաթիվ հուշարձաններ, որոնք մեր աչքից հեռու են եւ այդ հուշարձանների հետ տեղի են ունենում շատ տարբեր ոչ բարենպաստ եւ այդ հուշարձանները քայքայող եւ այդ հուշարձանների նպատակային օգտագործումը խաթարող գործընթացներ։ Ու ես շատ ուրախ կլինեմ, որ այդ հանրային ուշադրությունը ես հավասարաչափ տեսնեմ ու զգամ մեր բազմաթիվ բնակավայրերի, բազմաթիվ հուշարձանների նկատմամբ, որոնցով շատ հաճախ միայն մենք ենք զբաղվում։ Եվ նույնիսկ կողքը բնակվող բնակիչները ջանք չեն թափում, օրինակ ահազանգել մի երևույթի մասին, որը կարող է շատ անհանգստացնող լինի։ Եվ ես շատ ուրախ կլինեմ, եթե այդ հանրային ուշադրությունն ու վերահսկողությունը այդքան ընտրովի չլինի։ Ինչ վերաբերում է Ծիծեռնակաբերդին, ես արդեն շատ մանրամասն ներկայացրեցի ուրեմն ընթացքը եւ պետք է ասեմ, որ հեղինակի հետ էլ ամեն շաբաթյա ինքս շփման մեջ եմ եւ ցանկացած հարց մենք քննարկում ենք։ Դա շատ կարեւոր հուշահամալիր է եւ յուրաքանչյուր նույնիսկ մանր դետալը պետք է հասկացված լինի։ Այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Թումանյանի թանգարանի հետ կապված ունենք այն, ինչ ունենք։ Մասնաշենքերից մեկը նախագծվել էր որպես վերակառուցում, այնուհետև շենքի վիճակի գնահատման պարզ էր դարձել, որ դա չպետք է վերակառուցվի, այլ պետք է նորը կառուցվի, սա էլ առաջ էր բերել ամբողջ շղթան, որ պետք է նոր նախագծում, պարզ փորձաքննություն, համալիր փորձաքննություն, շմագ գործընթաց, որից հետո կարող ենք անել նոր մրցույթ։ Մենք օրենսդրությամբ սահմանված կարգով գնում ենք այս ճանապարհով, համալիր փորձաքննությունը մոտ օրերս կարծում եմ կստանանք եւ արդեն մրցույթի կդնենք այս ուրեմն կառուցման գործընթացը։ Այնուամենայնիվ արձագանքեմ Տիկին Անդրեասյան, ես ճիշտ հասկացա, որ Հայաստանում ընդհանրապես ուրեմն ուսուցիչների կամավոր ատեստացիա անցած, այս պահին անցած ուրեմն ուսուցիչները կազմում են ամբողջ ուսուցչական թվաքանակի 20%-ը, հա, մոտավորապես ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Շատ լավ, փաստորեն եւ մեկ անգամ էլ հաստատենք, հանրապետությունում մոտավորապես 1240 ուսումնական հաստատություն կա հանրակրթական, չէ՞։ Ինչքան 1353։ Շատ լավ։ Մենք կոնկրետ կարող ենք հանրապետության մասշտաբով ասել, թե քանի դպրոցում չունենք այս պահին կամ տնօրենի հաստիքը թափուր է։ Այս 349-ի մասին էր խոսքը, եթե ամբողջ հանրապետությամբ։ Այո։ 349։ Շատ լավ, որը կարծում եմ իսկապես սրանք լուրջ ցուցանիշներ են, երկուսի պարագայում է լուրջ եւ իմ խորը համոզումով լուրջ եւ բացասական ցուցանիշներ են։ 300 ես համամիտ եմ, որ ավելի լավ ընտրությունը կատարվի որակյալ եւ հետագայում կրթական գործընթացի վրա որակյալ ազդեցություն ունենալու այդ կոնտեքստում համաձայն եմ դրա հետ, բայց նաեւ մյուս կողմից չի կարելի չի կարելի չգնահատել, թե որքան ռիսկային է, երբ որ դպրոցներում ժամանակավոր պաշտոնակատարների վիճակը եւ այլն, թե ինչ կարեւոր է դպրոցի տնօրեն ունենալը։ Սա լուրջ ցուցիչ է եւ ես կարծում եմ նաեւ խոսում է նաեւ կազմակերպման, այսինքն խնդիրներ կան, որոնք բավարար կամ պատշաճ ուշադրության կամ գնահատման չեն արժանացել, որ այս պահին ընդ որում սա տարիներ շարունակ մենք արձանագրում ենք այս թափուրությունը, բայց ես ուզում եմ խոսել այնուամենայնիվ հուշարձանների վերականգնման օրոքման խնդրի առնչությամբ, բնականաբար հուշարձանները իրենց նշանակությամբ թե հանրային ներողություն, տեղական նշանակության են հանրապետական եւ այլն, ինչը օրենքով կարգավորված է։ Եվ եթե դուք ունեք որոշակի այսպես վերաբերմունք, որը ես եմ հասկանում, հանրապետությունում տեղակայված տարբեր հուշարձանների պահպանության կամ պաշտպանության առնչությամբ եւ հանրային վերաբերմունքի ոչ միշտ նույն մակարդակի առնչությամբ, դա ևս պետության խնդիրն է, բավարար կրթական մշակութային քաղաքականություն իրականացնելու, հանրային իրազեկվածության եւ այլնի, բայց Թումանյանի եւ Ցեղասպանության հուշահամալիրի թանգարաններ այդ երկուսի նորոգման ողջ ընթացքը մեկ բանի մասին է խոսում, ոչ որակյալ կազմակերպվածության մասին։ Եվ նաև ես այսօր ուզում եմ բարձրաձայնել, որ այնուամենայնիվ այդ ոչ որակյալ կազմակերպվածությունը, ոչ որակյալ ընթացակարգերը, ոչ պատշաճ ընթացակարգերի պատճառով նաև հանրային բյուջեին է վնաս հասցվել, որովհետև դուք կամ պետությունը գնում է նաև սխալների ուղղման ճանապարհով։ Այսինքն 750 միլիոնի
աշխատանք գնահատված աշխատանքների գոնե մի ծավալ նույնիսկ եթե ոչ շատ մեծ, բայց մի ծավալ արդեն տեղի է ունեցել եւ այդ նախագծերը ստեցան խոտան են եղել։ Դրանք եւս ոչ արդյունավետ մսխված պետական միջոցներ են։ Եվ այս հարցը ես բարձրացնում եմ նաեւ այն նպատակադրումով, որ պիտի վերանայել մշակութային, ուրեմն արժեք ունեցող հանրապետական նշանակության եւ ոչ միայն հանրապետական նշանակության հուշարձանների վերականգնման ընթացակարգերը, որովհետեւ այստեղ ոչ միայն նախագծման, նախապատրաստման այդ աշխատանքների թերությունների մասին ենք թերություններն եք արձանագրում, նաև ճիշտ դուք ասում են ամեն շաբաթ գնում եք ցեղասպանության հուշահամալիր ստուգում եք, դուք էլ խոստովանեցիք, որ ձեր ստուգումները կարող են վարչարարի լինել եւ ոչ պրոֆեսիոնալի, եկեք համաձայնենք, բայց նաև սա խոսում է այն մասին, որ միգուցե մշակութային ժառանգության վերականգնման ուղղությամբ հավելյալ լիցենզիաների, հավելյալ տեսչական մարմինների անհրաժեշտություն ունենք, որպեսզի ինչ որ մի աշխատանքի փուլ անելուց հետո, որը ես գնահատեցի որպես վանդալիզմ, այն ինչ որ կատարվեց ցեղասպանության հուշահամալիրում, հետո չգնանք սխալների դաժան ուղղման ճանապարհով։ Եվ ես լուրն եմ, շատ եմ շահախնդիր եւ նախանձախնդիր այս առումով, սխալների ուղղման պարագայում մեր յուրաքանչյուր այդ քարը բազալտը մոտ $1000 համարժեք ինքնարժեք ունենալու։ Սրանք խնդիրներ են, որոնք նախապես պրոֆեսիոնալ բավարար, ուրեմն հաշվարկներ չեն եղել դրանց տակ եւ նաեւ նույնիսկ այդ հուշարձանի կազմակերպումը կներեք, բայց նույնիսկ մարդ իր անձնական ոնց ասեմ, անձնական ախորի նորոգման պարագայում այդ անորակ, այդ խառաշո են ասում, դրանց ինչ են ասում, այդպիսի շինարարական ընթացք չէր կազմակերպի։ Խոսքը հենց դրա մասին է։ Եվ այստեղ բացարձակապես մանիպուլյացիա չկա, մեր բոլորի անհանգստությունը բխում է հանրապետական նշանակության եւ համազգային նշանակության սրբավայրը պատշաճ վերանորոգված տեսնելու մտահոգությամբ։ Շնորհակալություն։ Տիկին Գալստյան, դուք քարի մասնագետ եք։ Տիկին Գալստյան, ես օրինակ հիմա ձեզ կարող եմ երկար պատմել Սիսիանի բազալտի եւ Նորհաճնի բազալտի տարբերությունների մասին, որովհետեւ ես հիմա մի փուլում եմ, որ դրանով ի պաշտոնե նաեւ զբաղվում եմ, բայց նույնիսկ այդ պարագայում ես չեմ կարող ինձ թույլ տալ գալ այստեղ նստել եւ ձեզ ասել Սիսիանի քարը այսքան արժի, իսկ Նորհաճնի քարը այսքան արժի, որովհետև այդտեղ բազմաթիվ նրբություններ կան քարի կտրվածքի, քարի հետ աշխատանքի, քարի մշակման։ Եվ ես խնդրում եմ, ու երբ որ ես խոսում եմ մանիպուլյացիայի մասին, ես սրա մասին եմ խոսում։ Ասենք այդ $1000-ը ինչի եք հնչեցնում։ Չէ՞ որ ես հիմա ձեզ կարող եմ բերել եւ ցույց տալ բազմաթիվ թղթեր, որ դուք կտեսնեք, որ այդ $1000-ը իրականության հետ կապ չունի։ Ինչու եք դուք այդ դաշտ մտնում, Տիկին Գալստյան, մենք միասին խոսում ենք հուշարձանների վերականգնման կարևորության մասին, դուք ասում եք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պետք է պատշաճ վերականգնվի, հիմնանորոգվի, եւ մենք բոլորս ասում ենք, այո, դա այդպես պիտի լինի, եւ պետք է բացառել որևէ խնդիր, այո, պետք է բացառել որևէ խնդիր։ Մնացած խոսակցությունները ինչի մասին են ու ինչու համար են։ Տիկին Անդրեսյան, ներողություն, դուք երևի Մարդիկ են պատկանում նստած, ես թողեցի։ Ոչ, ես վիրավորական երանգներ կար այդ պատասխանի մեջ։ Ես ուզում եմ դες հիշեցնել, որ սա ձեր աշխատասենյակը չի, ազգային ժողովն է եւ դուք հաշվետու եք ազգային ժողովին։ Ես բացարձակապես քարի կամ գունավոր մետաղների մասնագետ չպիտի լինեմ, որպեսզի հնչեցնեմ այսօր այդ մասնագիտական դաշտի տեսակետը եւ մոտեցումները։ Եվ իմ որևէ նախադասության մեջ չճշտված փաստեր չկան։ Բացարձակապես ես հնչեցնում եմ մասնագիտական շրջանակների մասնագիտական տեսակետը եւ դուք պարտավոր եք ազգային ժողովում հաշվետու լինել եւ պատասխանել падգամավորի հարցերին պատշաճ բարեկրթությամբ։